չէ, նորից եմ կանանում այս զապիսի մասը։ Լավ, մի հատ բան է ինչ անում, երեխեք ջան, մի հատ եկեք ընդհանուր քննարկում անենք այս մասով, որ հետագայում գոնե այս զապիսի այսքան հատվածը դնեք, արդեն պարզ լինի, հա, ինչ ենք անցել։ Ուրեմն բանը HTML ֆայլում, եթե մենք ստեղծում ենք main.js, հա, ֆայլը, main.get.js, այսինքն ինքը ի տարբերություն արդեն HTML-ի ու CSS-ի get.js ընդլայնումով այս ֆայլը։ HTML-ի մեջ իրար միացնում ենք script tag-ով, դնում ենք body-ի ամենաներքևում, որպեսզի այդ HTML-ի կոդը կարդալուց հետո նոր ինքը միանա JS ֆայլին, հա, JS ֆայլը սկսի կարդալ։ Ուրեմն միացնում ենք script tag-ի միջոցով, գրում ենք այս արսին հավասար է ֆայլի անունը, այս բaragայում main.get.js ու script tag-ը փակվում է։ Էսի այս մասով HTML ֆայլում այսքան բանն են գրելու։ Main.js-ի մեջ use strict-ը իրանից ինչա ներկայացնում, use strict-ը խիստ ռեժիմն է միացնում, որը որ թույլ չի տալիս, այսինքն JS-ի այդ մակարդակային տիրույթից դուրս ինչ-որ բաներ գրելու ինքը խիստ ռեժիմ է սահմանում, որ եթե չի թույլատրվում, միանգամից կարմիրով տակը գծում է։ Դա վերաբերվում է նույն անունով փոփոխականներ հայտարարելուն եւ այլն։ Ուրեմն ունենք console.log, որը որ համարվում էր մեր բանում, հա, JS-ում console.log-ը մեր JS-ի խոսող պատուհանն էր, որի մեջ մենք տպում ենք, հա, դա լինում էր, գնում ենք browser, մի վայրկյան, գնում ենք browser, բացում ենք inspect-ը, մենք ծանոթացել ենք elements-ի ու styles-ի հետ, որի հետ աշխատանքներ ենք արել, իսկ դրա աջ հատվածում կա console, ինչը որ գրում ենք console log-ի մեջ, ինքը արտապատկերվում է console-ի մեջ, ու մենք տեսնում ենք այդ ամեն ինչը։ Ուրեմն կա console.log, console.warning, մեկ է console.error։ Ուրեմն, ինչ էր իրանից ներկայացնում մեր alert-ը։ Բացեմ, alert-ը, երբ որ մտնում ենք մեր edge, երբ որ մտնում ենք մեր edge ու edge-ը reload ենք անում, վերևից միանգամից մի հատ sense պատուհան է կախվում, որը որտեղ որ գրված է այն ամեն ինչը, ինչը որ մենք redactor-ի մեջ գրել ենք alert-ի, հա, հակագծերի ներսում։ Ու ինքը edge-ը անընդհատ ընթացքի մեջ է, վերևի հետի հատվածում էլ մենք դնում ենք, որ ինքը անընդհատ զագրուսկա է, պերեզագրուսկա է գնում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք հաստատում, հա, այդ ամեն ինչը, ստեղ է prompt կա, դա alert-ն է, alert-ը ինչ-որ մի բան տպելու միջոց է, բայց այդքան էլ լավը չի, մենք հիմնականում օգտվելու ենք console.log-ից, եթե ուզում ենք այդ ամեն ինչը, հա, տպվի բանով, ինչ անունը, body-ի մեջ, մենք օգտագործում ենք document.write-ը, այս document.write-ն է, որը որ տպում ենք ու այդ ինֆորմացիան հայտնվում է մեր body-ի մեջ, այս է body-ի մեջ է հայտնվում, ուրեմն այս բարի գալուց կփակենք, որ մեզ անընդհատ չզզվացնի, այս մեկը չի խանգարում, մեկ է, prompt-ը ինչ էր իրանից ներկայացնում, prompt-ը մի հատ պատուհան է, որը կախվում է, ստեղ գրվում է, որ ինչ է ձեզանից ուզում, ինչ է ակնկալում, որ դուք input անեք այս input-ի մեջ, ինչը որ գրում եք, ինքը պահում է իրա մեջ, հա, պահում է հայտարարված փոփոխականի մեջ, այնքան ժամանակ, քանի դեռ մենք իրան ինչ-որ մի ձևով չենք տպում, կարանք ստեղ անենք console.log b, ու այս արդեն մեր գրված արժեքը ինքը արտապատկերելու է console-ի բաժնում, գրեք ձեր տարիքը, ասենք 25, ok ենք անում, ինք ես ներքևում, արդեն տպում է, հետի console-ի մասում, ուրեմն ասեցինք, որ comment-ը, հա, երբ որ կոմենտարիա ենք անում ինչ-որ բանի, մեկնաբանությունները control-ով ու այն մեր նշանով, նշում ենք տողը, կամ մի քանի տող կամ մի տող ու միանգամից control այդ նշանը անում ենք այդ հատվածը կոդի կոմենտվում է, դա հիմնականում արվում է այն ժամանակ, եթե դու այդքան կոդի այդ հատվածը չես ուզում այս պարագայում աշխատի, դու իրան ոնց որ լիկվիդացնում ես, մինչև որ հետո պետք լինի նորից կբացես ու կօգտագործես։ Փոփոխականները հայտարարվում են let-ով, var-ով ու const-ով, var-ը դուրս է եկել, բայց պետք է իմանալ, քանի որ հնում օգտագործվել է var-ը, իսկ իր բացասական կողմերի պատճառով ինքը դուրս է եկել կիրառությունից, հիմա օգտագործվում է let-ը, հետագայում փոփոխվող
փոփոխականների համար հիմնականում let փոփոխականն է, որը օգտագործում ենք, մեկ է const փոփոխականն է, որ ընդունում է կոնստանտ արժեքներ։ Կոնստանտով կարանք այդ փոփոխականները հայտարարենք, այդ կոնստանտով էլ որոշ դեպքերում բացառություններ ա լինում, հա, որ փոփոխություններ ա լինում, բայց հիմնականում օգտագործում ենք let-ը ու const-ը։ Իսկ մանեն շատ ճիշտ հարց տվեց, իրանց այդ բանը տիրույթները, թե ինչքան տիրույթով քանի բիթ են իրանք պարունակում, կոնկրետ բիթից ավել ես չեմ կարող նշեմ, GS-ումը տենց չի, ասենք խոսքի օրինակ C++-ի պես չի, որ օրինակ ինքը չգիտեմ ինչ որ բիթեր է պարունակում եւ այլն, կարող է ինչ որ բիթեր է պարունակում, բայց մենք GS-ում դրան ուշադրություն չենք դարձնում։ Ուղղակի GS-ի մակարդակով փոփոխականը, երբ որ հայտարարվում է let-ով, ինքը վերցնում է մեծ տիրույթ, որովհետեւ ինքը մտածում է, որ այդ արժեքը հետագայում փոփոխվելու է, մեծանալու է, ավելի մեծ չափ բանը տարածքա զբաղեցնելու, իսկ կոնստանտով հայտարարված փոփոխականը հատուկ սահմանված չափ ունի։ Հա, const-ն եթե ես գրում եմ 1000, ուրիշ չափի տիրույթ է վերցնում իր համար, եթե գրում եմ 5000 ուրիշ չափի ու տենց շարունակ, դա կոնստանտի ու բանի let-ի տարբերությունն է։ Միևնույն անունով փոփոխական չպետք է ստեղծենք, այսինքն եթե ես կոդիս մեջ գրել եմ let անհավասար է 10, ես այս ներքևում useString-ի առկայության դեպքում չեմ կարող գրեմ let անհավասար է, ասենք 20։ Սա անթույլատրելի է, համել ռեդակտորը ինձ թույլ չի տա, որպեսզի ես այդ ամեն ինչը գրեմ։ Մի տողով կարող եմ փոփոխականներ հայտարարել, ստեղ մենք արեցինք, հա, այս կոդն էր let ben, որը որ հավասար էր 1, ստորակետ, աստա ներքևում b ունեմ, դրա համար է չի թողում։ Ուրեմն let ben հավասար է 1, ստորակետ c2, den հավասար է 4։ Սա արվում է նրա համար, որ ամեն անգամ չգրվի let հա, ben հավասար է 1, հաջորդ տողից let c-ն հավասար է 2, մի տողով հնարավոր է հայտարարել մի քանի փոփոխականներ ու իրանցից օգտվել։ Ուրեմն մաթեմատիկական գործողությունների հետ արդեն ասեցի, գումարում հանում, բազմապատկում բաժանում, մեկ է ծանոթացանք մնացորդի հետ, էդ էլ էս հատվածներ, ուրեմն երկու թվերը գումարում հանում, բազմապատկում բաժանում, մեկ է մնացորդը, դե արդեն անդրադարձանք։ Ստրինգների հետ կատարվող աշխատանքները, երկու ստրինգ իրար կարող են միանալ պլյուսի միջոցով, որը որ ստրինգների պարագայում ներկայանում է որպես ինչ կպցնող հատկություն ունի, գրվում է ինքը չակերտների մեջ ստրինգի տարբերություն number-ի, տեքստը թիվ ենք դարձնում կամ ասենք prompt-ը մեզ վերադարձնում է string, prompt-ից ստացվող, հա, այդ արժեքը ինքը վերադարձվում է string-ի ձևով։ Այդ string-ից ստանալ number գրվում է կամ prompt-ի դիմաց գրում ենք plus, կամ արդեն ստացված պահված փոփոխականի այս ներքևում որ արեցինք, հա, console, այս b-ի մասով, եկեք այս b-ն կոմենտեմ, իջնեմ ներքևում, այսքանը բացեմ, հա, այս const b-ն որ արել ենք, որ prompt-ով ստանանք գրեք ձեր տարիքը, console log b, ինքը ստեղ տարիքը որ գրում է վերադարձնում է string-ով, ու string-ը console-ում վերադարձվում է, գրվում է save-ով, ճիշտ է, իսկ number-ը գրվում է կապույտով, այս պարագայում եթե գնանք տեսնենք, այս b-ն մեր լինելու է, ինչը որ ասենք prompt-ը, ուրա prompt-ը ինչ կախեց, const b-ն հավասար է prompt, տարի console log b, Էսի արելա, x is not defined, մենք x որտեղ ենք գրել, հա, հասկաց, անիմաստ գրեք ձեր տարիքը, հա, 65, ok, եմանում ինքը գրվում է save-ով, քանի որ prompt-ը ինձ վերադարձնում է string, եթե ես ուզում եմ, կամ այս prompt-ի հենց ամենասկզբում եմ գրում պլյուսը, նույն բանն է, արդեն բերում է կապույտով, կամ այս պլյուսը երեխեք չեմ գրում եմ այս կոնսոլի մեջ։ Հաջորդ տարբերակը ոնց էի անում, ինչ էի գրում, number, գրում եմ number, տեսեք ինքը կանաչով սիրուն գունավորում, գրում եմ number b, ու էլի ինքը prompt-ի վերադարձած string արժեքը վերացում է, սարքում է կապույտ,
Այսինքն թվի է վերածում։ Եթե ես ուզում եմ թվի ու տեքստի միջև կատարեմ ինչ-որ գործողություն, հա, կատարեմ բազմապատման գործողություն, բաժանման գործողություն, ինքը ինձ վերադարձնում է none, այսինքն not a number, որը նշանակում է, որ ինքը հաշվել չի կարողանում, որովհետև ես իրան աննորմալ գործողություն եմ տալիս, որպեսզի ինքը անի։ Լավ։ Երեխեք, ուրեմն միացնես փոքրիկ առաջադրանք։ Ուրեմն գեներացնում եք երկու հատ prompt եք գեներացնում, առաջինը ստանում է թիվ, երկրորդն էլ է ստանում թիվ, ու կոնսոլ լոգով տպում եք այդ երկու թվերի մնացորդը, առաջի թիվը բաժանում եք երկրորդի վրա, ասենք առաջինով ստանում եմ 10, երկրորդով ստանում եմ 3 կամ առաջինով ստանում եմ, չգիտեմ, 20, երկրորդով ստանում եմ 6 ու այդ երկու թվերի մնացորդն եմ դուրս բերում, կոնսոլով տպած վերադարձնում եմ։ Կարա կանեք այդ առաջադրանքը։ Պարզա առաջադրանքի իմաստը, սկսենք այդտեղից, ինչ պետքա անեք։ Ում պարզ չի առաջադրանքը, ասեք մանրամասնենք։ Okay. Գեներացնում ենք երկու prompt։ Երկուսն էլ լինեն, երկուսն էլ վերադարձնում են թիվ։ Առաջին թիվը բաժանենք երկրորդի վրա ու ստանանք մնացորդը ու մնացորդը համ ստանալ body image, համ կոնսոլում ու անպայման լինի թիվ։ Կապույտ գունավորմամբ։ Հա, հա,
7 Լավ Մանա ջան։ Արի քեզ մի հատ ուրիշ առաջադրանք ասեմ, դու է տարա, հա։ Համաձայն ես։ Ես տուրա կորել է։ Ահա։ Ուրեմն մի հատ պրոմպտ ունեցի, որը վերցնում է օգտատիրոջ անունը։ Երկրորդ պրոմպտով ստացի տարիքը դարձրու թիվ, ալերտով ցուցադրի բարև, ստացված անունը, դու, ստորագրել, այսքան տարեկան ես։ Պարզեր։ Հա, ժողովուրդ, այն առաջինը չարեցիք։ Հերիք։
Վրեժ ջան, ուր ես մնացել։ Մեկը գրի 20, մեկը գրի 6, պես ինչ կնի։ Նես որ իրար վրա չբաժանվեն։ Մնացորդը կարաս 0 է ստանաս, ոչ մի խնդիր։ Ապրես մանե ջան։ Ընտիր։ Ան, իսկ կարաս բացատրես, ինչի համար մեզ ռեդակտորը կամ ընդհանրապես չի թույլատրվում նույն անունով երկու փոփոխական հայտարարել։ Հհհ, հհհ, ճիշտ։ Եթե գրես let 2, դա հիմնականում այտենց բան չենք անում, բայց եթե ustrict-ի ժամանակ, միացրածա կոմենտար չի, ես գրեմ եթե գրեմ let 2, ինքը չի թողում։ Թիվ չենք կարող գրել։ Պետքա գոնե սենց լինի, let a 25։ Գոնե պետքա սկսվի բանով, string-ով, բայց let 25-ան ինքը չի թողում։ Պետքա սկսվի մի հատ string-ով, հետո նոր թիվ գնա, որ հետո դու կարողանաս ինչ-որ արժեք գրավես։ Այն մյուսը ինչ էիր ասում, ինչ-որ գծիկով, սենց, տակի գծիկ։ Այս տակի գծիկը իրականում թույլ է տալիս, բայց այդքան շատ չենք կիրառում, կարաս անես։ Բայց այս տակի գծիկը, այս կուրսի ամենավերջում անցնելու ենք ինքը լրիվ ուրիշ նշանակություն ունի JS-ում, setter-getterների հետ կապված։ Դու իրա մասով կխոսանք։ Setter-ներ ու getter-ներ չգիտեմ, եթե ուրիշ լեզու ուսումնասիրել ես, կարող իմանաս իրենք ինչ են իրանից ներկայացնում։ Setter-ը ու getter-ը։ Ինչ է ինքը C# մեջ իրանից ներկայացնում։ Ինքը ինչի մեջ է օգտագործվում։ Ուղղակի set ու get է գրվում ռեդակտորի մեջ։ Հաստատ ստեղ ուղղակի set եմ գրում, թե ինչ-որ ինչի մեջ է օգտագործվում, ֆունկցիայի մեջ է օգտագործվում, չգիտեմ, օբյեկտի մեջ է օգտագործվում, ինչի մեջ է օգտագործվում setter-ն ու getter-ը։ Set get-ը։ Փոփոխականի թե կլասների։ Կլաս անցել եք։ Կլասների մեջ է, չէ՞ օգտագործվում։ Function constructor անցել եք։ Function constructor-ը դա հետագայում վերածվել է կլասի, չէ՞։ Այդ կլասների մեջ էլ արդեն օգտագործվում է, որպեսզի ֆունկցիայի գաղափարը դուրս գա, set-ը վերցնում է, get-ը վերադարձնում է։ Նա։
ու հենց իրա մեջ էլ, որպեսզի անունը դրսից հասանելի չլինի, օգտագործում են տակի գծիկը, որպեսզի դրսից հասանելիություն ուղղակի չունենա։ Ընտանիք կա է, որ իրա պատմությունը ոչ մեկ չի իմանում, փակ ընտանիքներից է, էլի։ Հա, երեխեք, ինչ եղավ։ Կոդն էլ վրեժ։ Հեյ Միլենա ջան։ Ի՞նչն է խառնվում, Միլենա ջան, ասա հասկանանք։ Առաջադրանքը prompt առաջադրանք 1 let pony let pending չէ վրեժ մենք պետքա այս ստացած սխալ ես արել հարգելիս վրեժ ես ինչ եմ ասում prompt-ով ստացի թիվ այսինքն եթե դու գրել ես const առաջադրանք հավասար է prompt առաջադրանք 1 այդ prompt-ի մեջ ինչ արժեք որ գրում ես ինքը գալիս է վերագրվում առաջադրանքին հասկանում ես չուղարկեցիր դու երեխեք տեսեք հիմա ինչա կատարվում ասում ենք գեներացնում ենք երկու հատ prompt օրինակ գրում եմ const թիվ 1 որը որ հավասար է plus prompt որ միանգամից ստանամ թիվ քանի որ prompt-ը string էր վերադարձնում ճիշտ է ներմուծեք առաջին թիվը ահա մի հատ է prompt ունեմ որը թիվ 2 եմ գրում prompt-ով ասում եմ ներմուծեք երկրորդ թիվը երկու prompt-ը ունեցա ասում եմ հաջորդի վերադարձնում են թիվ երկու հատ prompt եմ ունեցել վերադարձնում են թիվ վերադարձնել թիվը կազմակերպեցի այս պլյուս նշանների միջոցով էդ էլ արեցի առաջին թիվը բաժանենք երկուսի վրա ու ստանանք մնացորդ հիմա գրում եմ console.log երկրորդներ ճիշտ է թիվ 1 տոկոս թիվ 2 всё հաջորդ պայմանը համ body-ի մեջ էլ ստանում եք նույն արժեքը ASI document.write-ով ճիշտ է document.write ինչի է գիծ քաշում write-ը որովհետև ինքը երեխեք հին բան է
ու դրա համար ինքը կիրառության մեջ չի հիմա, ուղղակի ասում եմ, որ ելի եմ ասում, իմացական մակարդակի համար, որ դուք իմանաք, որ այդպես բան կա։ Գնում եմ browser, refresh եմ անում, ներմուծեք առաջի թիվը տալիս եմ 20, երկրորդ թիվը տալիս եմ 6, հրաշալի բան է բերում։ Ստեղ բերում է 2, ստեղ 123-ի հետևին է կպցրել, քանի որ ստեղ document write ունեմ։ Կոնսոլն եմ մաքրում, document write-ը կոնսոլում գցում է warning տիպը։ Գրում եմ 20, գրում եմ 6, բերում է 2, այս 2-ը նորից բերում է document write-ի մեջ։ Ինչ պետք է։ Մեզ պետք է երկու հատ prompt, prompt-ում գրված, այս որ գալիս եմ, ստեղ որ գրում, սենց եմ անում, կախվում է, ներմուծեք առաջի թիվը, ստեղ գրում եմ 15, ճիշտ է, երբ որ ստեղ OK եմ անում, տեսեք, այդ 15-ը գալիս է, հաշվեք սենց, վերագրվում է թիվ 1-ին, դառնում է 15, թիվ 1-ը, երկրորդ prompt-ի ժամանակ, եթե ես գալիս եմ երկրորդ թիվը գրում եմ 6, OK եմ անում, այս 6-ը գալիս է վերագրվում է երկրորդ թիվ 2-ին, գրվում է 6, հիմա ես գալիս եմ թիվ 1-ը, արդեն որ իրա մեջ թիվ 1-ը դարձել է 15, արժեքը իրա դիմացի գրված արժեքը դարձել է 15, ես 15-ը տոկոսով բաժանում եմ 6-ի վրա, ստանում եմ 3, հասկանալի է իր աշխատելու պրոցեսը, ոնց է ինքը աշխատում, երեխեք։ Всё, այսօրվա համար այսքանը, հաջորդ դասերին արդեն թեմաները ավելի գնալով, ավելի դժվարանալու են, այսինքն է դժվար չէ, որ GS-ի այբուբենին ենք անդրադառնում։ Նանը ինչ էր։ Չէ, մանե ջան, գումարելը չէ։ Գումարելը կպցնում էր։ Ահա, եթե բազմապատկում ենք բաժանում։ Նան, այսինքն իրա բացումը ոնց էր։ Not a number։ Not a number։ Այսինքն գրվում է none։ Կփորձեք անպայման այս ինչ որ արել ենք, հա, none-ը կստանաք, կհասկանաք none-ը ինչ է, հետո անդրադառնալու ենք արդեն null-ի բանին ու տեսնիք լիքը լավ բաներ եք սովորելու, այսօրվա համար այսքանը, այս վիդեոն սենց խմբագրված տարբերակով օգտագործեք, ինչ հաջորդ դասից արդեն նորմալ էլի վիդեոներ կունենանք, չնայած այս վիդեոն էլ անորմալ, իրա մեջ ամեն ինչի մասին խոսվում է։ Լավ, համե կարճ վիդեո է, ասեն շատ չեք ձանձրանա, ավելի շուտ կնայեք, 2 անգամ կնայեք, ավելի ճիշտ կլինի։ Всё, այսօրվա համար այսքանը։